Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լի է լինելու ճակատագրական թյուրիմացություններով, սրտաճմլիկ տեսարաններով և սպասված արդարադատությամբ։ Սերիալում իրադարձությունները զարգանում են այնպիսի անկանխատեսելի սցենարով, որ ամեն մի վայրկյանը կարող է վճռորոշ լինել մեր հերոսների ապագայի համար։ Ամեն ինչ սկսվում է Սարգսյանների տանը, որտեղ Դավիթ պապիկը հանգիստ ընթրում է իր ընտանիքի հետ։ Այդ ընթացքում Նարեն զանգահարում է Դավիթին և տեղեկացնում, որ Լեոն ու Գրիշոն հենց այսօր վերադառնում են արտասահմանից, և ինքը պատրաստվում է գնալ օդանավակայան նրանց ծաղկեփնջով դիմավորելու։ Դավիթը բնականաբար զարմանում և նեղվում է, չհասկանալով, թե ինչ կարիք կա այդքան ճոխ դիմավորելու թշնամու ընտանիքին։ Սակայն այս խոսակցության ամենակարևոր ունկնդիրը Մանանն է։ Լսելով, որ ընդամենը մի քանի ժամից Գրիշոն վերադառնալու է Հայաստան, նրա սիրտը սկսում է արագ բաբախել։ Մանանը ահավոր հուզվում է, քանի որ չնայած ամեն ինչին, նա դեռ անսահման սիրում է իր ամուսնուն։ Չկարողանալով հաղթահարել կարոտը, Մանանը բոլորից գաղտնի գնում է օդանավակայան, գոնե հեռվից Գրիշոյին տեսնելու հույսով։ Թաքնվելով ամբոխի մեջ, նա հետևում է, թե ինչպես են Նարեն, Իննան ու Հունանը դիմավորում Լեային ու Գրիշոյին։ Տեսնելով ամուսնուն, Մանանի աչքերը լցվում են արցունքներով։ Բայց այս հուզիչ տեսարանը վայրկյաններ անց վերածվում է իսկական մղձավանջի։ Նրանց հետևից ժպտալով հայտնվում է Մաշը։ Մանանը, հասկանալով, որ այս ողջ ընթացքում Մաշը եղել է Գրիշոյի կողքին Գերմանիայում, պարզապես պայթում է զայրույթից ու ցավից։ Նրա գլխում ամրանում է այն սարսափելի միտքը, որ ինքը Գրիշոյի համար այլևս միայն անցյալ է, իսկ Մաշը նրա ներկան ու ապագան։ Արցունքները խեղդելով, Մանանն իսկույն հեռանում է այնպես, որ ոչ ոք նրան չի էլ նկատում։ Սակայն իրականությունն արմատապես այլ է։ Գրիշոն պարզապես տանել չի կարողանում Մաշին։ Օդանավակայանում բոլորի ներկայությամբ Գրիշոն հայտարարում է, որ իրեն անմիջապես տանեն Մանանի տուն։ Այս կոշտ վերաբերմունքից և անսպասելի որոշումից հետո Մաշը վիրավորված թողնում ու հեռանում է։ Լեան Գրիշոյին տանում է ուղիղ Սարգսյանների տուն, բայց Մանանը դեռևս չի հասցրել վերադառնալ օդանավակայանից։ Հանդիպելով Դավիթին ու Լեոյին, Գրիշոն անմիջապես անցնում է հարձակման և սկսում է հաշիվ պահանջել, թե ինչու են նրանք ստիպել իրենց քրոջն ազատվել երեխայից։ Եղբայրները զարմանքից քարանում են և ամեն կերպ փորձում են բացատրել, որ դա բացարձակապես սուտ է և նման բան երբեք չէր կարող լինել։ Բայց Գրիշոն կուրացած Մաշի ստերից համառորեն մնում է իր մտքին ու կտրականապես հրաժարվում է հեռանալ, հայտարարելով, որ սպասելու է այնքան, մինչև Մանանը տուն գա։ Մինչ երիտասարդների միջև կրքերը եռում են, հանցավոր աշխարհում իրական դատաստան է իրականացվում։ Հունանը շարունակում է իր առանձնատան մութ նկուղում պահել Արտյոմին, վայելելով նրա անօգնական վիճակն ու հնարելով ամենադաժան պատիժները։ Ավոն անտեղյակ այս զարգացումներից գնում է Արտյոմի աշխատասենյակ և տեսնելով, որ նա անհետացել է, սկսում է անհանգստանալ։ Իսկ այս ընթացքում բանտախցում գտնվող Արամի աչքերը վերջապես բացվում են։ Նրան տեղեկացնում են, որ իր դեմ իրականացված մահափորձի հետևում իրականում կանգնած է ոչ թե Իննան, այլ իր հարազատ հորեղբայրը Արտյոմը։ Գիտակցելով, թե ով է իրական հրեշը, Արամը կայացնում է անսպասելի որոշում։ Նա զանգահարում է Հունանին և խնդրում գալ տեսակցության։ Արամի ձայնի մեջ հստակ զգացվում է խորը զղջում։ Հունանը լսելով այս զանգը քմծիծաղ է տալիս, հասկանալով, որ Արամի այս քայլը կարող է շատ հետաքրքիր ու շահավետ դաշինքի սկիզբ դառնալ։ Եվ վերջապես Վովայի և Լեոյի միջև եղբայրական կապը վերջնականապես խզվում է։ Վովայի ներսում աճող կասկածներն ու անվստահությունը վերածվում են բացահայտ թշնամանքի։ Նա ուղիղ մեղադրում է Լեոյին, ասելով, որ Լեոն այն օրը միտումնավոր թույլ չտվեց, որպեսզի ինքը Հունանից իմանա իրեն հուզող ճշմարտությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Ավոն խանգարեց Օլգային։
Լեոն ապշած է իր ընկերոջ այս ծանր կասկածանքներից։ Ակնհայտ է, որ շուտով կայանալիք նրանց մենամարտը ռինգում լինելու է ոչ թե սպորտային մրցակցություն, այլ իրական, թեժ ու արյունալի պատերազմ։ Կուտակված ողջ ցասումով։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, ինչպես կարձագանքի Մանանը, երբ վերադառնա տուն եւ տեսնի Գրիշոյին իրեն սպասելիս։ Արդյոք նրանք կկարողանան հարթել այս հրեշավոր թյուրիմացությունը։ Եվ ինչ դաշինք կկնքեն Հունանն ու Արամը բանտում։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով եւ կանխատեսումներով մեկնաբանություններ բաժնում։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ ձեր կարծիքը։ Եվ իհարկե, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հաջորդ ամենաթեժ զարգացումներին առաջինը ծանոթանալու համար։ Կհանդիպենք շատ շուտով։